Շարմ ընկերությունը իր 25-ամյա Հոբելյանին «Ես իմ անուշ Հայաստանի» նովելների շարքով սիրո խոստովանություն է անում Հայաստանին, զինվորին, ծնողին եւ բոլոր նրանց, որոնց մեջ կա գոնե մի կաթիլ սեր դեպի հայրենիքը։ Ինքը նվիրված է ձեզ անվիրված, որովհետև դուք մեր երկրում եք ապրում, մեր կողքին եք եւ դուք օգնում եք մեզ ապրել, մենք օգնում ենք ձեզ։ Չէ, կարող ինձ կեսվել։ Ինտրիգներով ու հույզերով լեցուն պատմությունները 6-ն են, մեծ էկրան կբարձրանան հաջորդ տարի, իսկ մինչև այդ փակ ցուցադրությամբ ներկայացվեցին Հայրը եւ Մեղրամիս ֆիլմերը։ Պասպորտներն են մոտորս է։ Լավ էլի, սա ինչ ընտրությունն է։ Նորապսակներ, որ պիտի գնան իրանց կյանքի երազանքը, Փարիզ, բան ու բայց դե վերջում պարզվեց Երևանից ավելի լավ Փարիզ չկա, հասկացան նորապսակները, երբ թռիչքի օրը մասնակցեցին ընտրության ու պատահմամբ անձնագիրը գցեցին քվեատուփի մեջ։ Կա բարություն, նույնիսկ չարության մեջ էլ կա բարություն։ Հոբելյանական անակնկալները սրանով չեն ավարտվում։ Հունվարի յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի կլինի Շարմի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն։ Հենց այն ֆիլմերի, որոնց պատկերի, մոնտաժային ու ձայնային որակի պատասխանատուն Վահան Հովհաննիսյանն է։ Առանց նրա դիտարկումների որևէ ֆիլմ էկրան չի բարձրանում։ Տարիների ընթացքում բաներ ենք ստեղծել, որոնք որ իրոք հիմա նույնիսկ նայելով, ասենք, հպարտություն ես զգում, որ դու մասնակցություն ես ունեցել այդ պրոցեսին։ Քալձիո, Պոկեր AM եւ մի շարք այլ ֆիլմերի ցուցադրության ամբողջ հասույթը Շարմը կնվիրաբերի ապրիլյան պատերազմում զոհվածների եւ վիրավորների ընտանիքներին։ Թեման շարունակելով Կարեն Ղազարյանը տեղեկացրեց, Կյանք ու կռիվ 2-ի պրեմիերան կլինի հունվարին, բանակի օրվա առթիվ։ Հասմիկ Առաքելյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։